Ողջույն։ Գյումրու բնակիչներից մեկի անունը լավ չեմ հիշում, խմիչքի հետ սեր ունեցող ընկերներն ասում են հավաքվենք ձեր տանը մարտի 8-ը նշենք, քեֆ անենք։ Տանեցիները դեմ են լինում, ասում են համ տունը փոքր է 25 հոգու համար, համ էլ հատակը բետոն չէ, պարին կարող է չդիմանալ։ Ոչինչ ասում են, զգույշ կլինենք, բան լինի կսարքենք։ Երկու սենյականոցում 29 հոգի հավաքվում են, տրճիկ են տալիս ու հյուրասենյակի հատակը պոկվում, ընկնում է երրորդ հարկ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կադրերը դիտելիս հիշեցի այդ ալկաշների քեֆը կիսաքանդ տանը առանց տան ու բնակիչների անվտանգության երաշխիքի։ Քանցս խոսել ենք այդ գագաթնաժողովից սպասվող վտանգների մասին։ Միջոցառում հենց այնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էինք եւ ահազանգում։ Նախ մի մանր խուլիգանության մասին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իբր Փաշինյանին աջակցելու համար որոշեց մի բան ասել։ Դա սկսեց եկեք ազնիվ լինենք բառերով, որին հաջորդեց լկտի սուտ։ Թե բա 8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա, որովհետև Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ եւ այլն։ Մակրոնը ստեց անշուշտ։ Եվրամիության անդամ երկրների ղեկավարներ Հայաստան են եկել 8 տարի առաջ էլ, 18 տարի առաջ էլ, դրանից առաջ էլ, այդ թվում Ֆրանսիայի հենց Մակրոնին նախորդած ղեկավարները։ Միշտ էլ եկել են բոլոր նախագահների օրոք։ Ուղղակի սրանք եկան, ասացին սրեք ձեր հարաբերությունները։ Իդեպ, քանի էժան բաներից ենք խոսում, հարցն է։ Հայաստան եկած ավելի քան 2 տասնյակ ղեկավարներից էլ որ մեկն էր դոշից կախել իր երկրի քարտեզը։ Այդքան ատում են իրենց երկիրը, որ չեն կախում դոշից ման գալիս, թե այդքան պրիմիտիվ չեն։ Ինչևէ, անցնելով բուն գագաթնաժողովին փաստենք, որ Հայաստանի իշխանությունը ի հակառակ բալանսավորված արտաքին քաղաքականության մասին ելույթներին Հայաստանը դարձեց ռազմական գործընկեր Ռուսաստանի քննադատելու թշնամության տարածման հարթակ Ռուսաստանի հասցեին։ Իշխանությունն ու արևմտամետներն ասում են, սա Հայաստանի համար պատմական շանս է։ Ընդդիմությունն ասում է, վատագույն սցենարով ենք գնում։ Եկեք մի կողմ թողնենք էմոցիաները եւ պրագմատիկ հայացքով հասկանանք, ինչ է տալիս այս գլոբալ իրադարձությունը Հայաստանին որպես պետություն եւ ինչ է տալիս Նիկոլ Փաշինյանին որպես ընտրությունների գնացող իշխանություն։ Հայաստանի պետական շահի տեսանկյունից օգուտները զուտ արարողակարգային են։ Այո, գեղեցիկ է, երբ քո երկրում հավաքվում են տասնյակ պետությունների ղեկավարներ, դա ստեղծում է միջազգային կարևորության պատրանք, հնչում են սատարող իրավաբանական ուժ չունեցող եւ ոչ մեկին ոչինչ չպարտավորեցնող հայտարարություններ։ Մի քանի օր ապահովում են տուրիստական հոսքեր, զբաղեցվում են մայրաքաղաքի հյուրանոցային թանկարժեք եւ կիսաթանկարժեք համարները։ Այսքանը։ Մեկ էլ, որ իշխանությունը չէր հաշվարկել երևի, բայց եղավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Տիկին Ուրսուլան X-ի իր միկրոբլոգում հրատարակեց Արարատ լեռան լուսանկարը։ Սրա մասին թող Նիկոլը կարծիք հայտնի։ Ինքն է Արարատի լուսանկարի հրապարակումը համարում սադրանք եւ թուրքական կողմին ուղված տարածքային պահանջ։ Թող Նիկոլն ասի, եվրոպացի պաշտոնյան սադրում էր, մասիսներ պահանջում։ Գուցե այս միջոցառումներով ընկալում առաջանա որոշների մոտ, թե Հայաստանին մտցնելու են Եվրամիություն։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն ասում է, Հայաստանը ինքն է որոշում, պետք է կողմնորոշվի մեկ ամսից։ Սադրիչ հայտարարություն է սա ևս։ Տիկին Կալասը գիտի, որ Հայաստանը չի որոշում Եվրամիություն մտնելը, ինչպես որ Վրաստանի կամ Ուկրաինայի կամ բոլոր այն երկրների պարագայում էր, որոնք ուզում էին, բայց չմտան։ Նիկոլ Փաշինյանի համար այս գագաթնաժողովը տեղի ունենում ճիշտ ժամանակին։ Ընտրություններից ընդամենը 1 ամիս առաջ նա ստանում է PR հարթակ, իր ընտրողների վրա կփորձի վաճառել այն թեզը, թե իրեն աջակցում է Եվրոպան։ Բայց հիասթափություն է նրան սպասվում։ Կա մեդալի հակառակ կողմը, որը կարող է ճակատագրական վնաս հասցնել Փաշինյանին։ Բանն այն է, որ Հայաստանում հնչեցին հակառուսական կոշտ ելույթներ։ Զելենսկին անգամ սպառնաց դրոններով հասնել Մոսկվա։ Զելենսկու այցը ընդհանրապես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք եմ դիտարկում։
նախ 44-օրյա պատերազմին ռազմականապես աջակցելով Ադրբեջանին, ապա շնորհավորելով Արցախն օկուպացնելու համար Հայաստանի հակառակորդների շարքին է դասվում։ Բայց այսօր քննարկվում էր նույն Ուկրաինային զինելուն Ռուսաստանի դեմ պատերազմում, ու դա արվում է Ռուսաստանի դաշնակից Հայաստանում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը առավել քան երբևէ մեծ տնտեսական կախվածության մեջ է Ռուսաստանից։ Ուստի կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի համար այս գագաթնաժողովի դրական ֆոնը կարող է տևել ընդամենը մի քանի օր։ Հայաստանը Եվրամիություն անշուշտ չի մտնի, բայց կունենա լիքը խնդիրներ։ Մեր տարածքում, մեր հողի վրա Արևմուտքը քննարկում է Ուկրաինային զենք մատակարարելու եւ Ռուսաստանին հաղթելու ծրագրեր։ Հասկանում ենք, չէ՞, սրա ամբողջ ռիսկը։ Լավ կլինի Եվրամիությունը ասի, թե օրինակ, ընդամենը մի երկու օր առաջ արգելվեց Վալբրիզում հայկական ապրանքատեսակների վաճառքը, դրանց իրացումը Եվրամիությունում են կազմակերպելու։ Հանքային ջրի ու կոնյակի ներկրումը Հայաստանից, որ չեղարկում են, բեռնատարները թեքվելու են Եվրամիություն, եվրոպական շուկան բացվել է հայկական գյուղմթերքի առաջ, հայ արտագնա աշխատանքի մեկնողները կարողանալու են մեկնել Եվրամիության անդամ երկրներ, Ռուսաստանում բնակվող միլիոնավոր հայեր, որ արտաքսվեն, կարողանան գնալ ապրել Եվրամիության անդամ երկրներում, կընդունեն։ Իսկ եթե Ռուսաստանը վիզային ռեժիմ մտցնի Հայաստանի հետ, Եվրամիությունը կհանի վիզային ռեժիմը, իսկ կթողնի, որ վիզա ունեցողները ոչ թե միայն ճամփորդեն, այլ գնան ապրեն։ Արդեն ասացի, թե ինչ է ստանում Հայաստանը, իսկ թե ինչ է կորցնում, այդ դա է սարսափելին։ Ոստիկանությունը հայտնում է, որ վաղը ծանրաբեռնված է լինելու Զվարթնոց օդանավական տանող ուղղությունը, երթևեկության սահմանափակումներ կլինեն։ Նրանք վաղը գնալու են։ Իրենք եկան, փոխանցեցին մեզ սրտիկներ, օդային պատշիկներ, սիրեցին մեր փողոցային շներին, մեր սրճարաններում ճաշեցին, մեր փողոցներով վազվզեցին, ընթրեցին։ Հեսա կգնան։ Մենք կմնանք Ռուսաստանի հետ թշնամացած երկիր, որն այնտեղ ունի 3 միլիոն հայ բնակչություն։ Այստեղ էլ իրենից տնտեսապես 80%-ով կախված երկիր։ Մնալու ենք մենք ու մեր խնդիրները, որոնք մեր գլխին ստեղծել են Նիկոլ Փաշինյանը, եվրոպացիներն ու եվրոագենտները։ Վաղը ծառիտակ միրգը փտելիս գյուղացին չի հիշելու Մակրոնի խոսքը, թե Հայաստան մինչ այս ոչ մի երկրի ղեկավար չէր գալիս։ Ու ոչ էլ կհիշի Ուրսուլա ֆոն դեր Լայենի X միկրոբլոգի պատը, որտեղ Արարատի նկարներ։ Հիշելու է, որ տանը ունի սոված ընտանիք։ Եվրոպական ժպիտների այցերի գինը իրենք են վճարելու։ 2 օրով երկիրը սարքեցին իբր աշխարհի կենտրոն, բայց իրականում թիրախ։ Ու եկեք ֆիքսենք, այնպես չէ, թե Հայաստանում ինչ արևմտյան միջոցառում է լիներ, Մոսկվան վատ էր արձագանքելու։ Ոչ, ուղղակի սրանք գործընկերության ու թշնամության սահմանը չգիտեն։ Սրանք հավասարակշռված քաղաքականություն վարել չգիտեն, ինչպես երկրի ներսում է սև ու սպիտակ ու ատելություն, այնպես էլ մյուս երկրների հետ հարաբերություններում։ Իդեպ, այդքան խոսում են խաղաղության դարաշրջանից, բա ուր էր խաղաղություն ապահովելու երկրորդ կողմը։ Ալիևը ուր էր։ Ալենի ասած անվտանգության երաշխավորը։ Ոչ միայն չեկավ, այլև մեր հյուրընկալած միջոցառմանը ելույթով սպառնաց, արցախցիներին անվանեց անջատողականներ, Արցախի ղեկավարներին ռազմական հանցագործներ։ Նիկոլն արձագանքելու փոխարեն շնորհակալություն հայտնեց ու նաև երազանք պահեց, որ այցելի Բաքու։ Կարճ ասած, Փաշինյանենց վտանգավոր շոուն թերևս կարելի էր վերնագրել խաղաղության գործընթաց է, թշնամանում ենք Ռուսաստանի հետ։ Ինչ այսօր կատարվեց Հայաստանում, մեր պետության եւ մեր ազգային շահի հետ որևէ կապ չունի։ Հակառակը, հենց այդ շահին դեմ էր։ Ականատես եղան Կարեմուտք Ռուսաստան գլոբալ բախման հերթական դրվագին, որտեղ մեր երկիրը ընդամենը հարմար տարածք էր։ Իսկ մեր երկրի վայ իշխանությունը պատրաստ է պետությունը դնել այդ հարվածի տակ։ Միայն թե ընտրություններից առաջ մի քանի գեղեցիկ լուսանկար ունենա եւ ցույց տա, թե իբր մենք մենակ չենք։ Սա վտանգավոր խաղ է մեր ճակատագրի հետ, հանուն մեկ մարդու իշխանության երկարաձգման։ Բայց անգամ այդպես երկարաձգումը չի ստացվում։